Ողջույն հարգելի հայրենակիցներ, այսօր մայիսի 5-ն է եւ ես ցանկանում եմ ձեզ հետ կիսվել եւ խոսել մի քանի նյութերի մասին, որոնց մասին մենք բոլորս Հայաստանում եւ Սփյուռքում ունենք որոշակի մտահոգություններ։ Այսօր փողոց են դուրս եկել նախկին իշխանավորները, նրանց համակիրները եւ իշխանապողության կոչերով ամբողջ երկիրը աշխատում են ցնցել եւ իրենց կարծիքով հեղափոխություն կատարել։ Իսկ հետաքրքրականը այն է, որ այս ուժերին ոչ թե միանում են ժողովուրդը, այլ գնալով իրենք պակսում են եւ որքան էլ իրենք հնարավորություն ունեն իրենց նյութական միջոցներով, իրենց մեդիաներով, իրենց լայն միջոցներով, ինչպես որ ասացինք, կարողանալ ընդգրկել ժողովրդին, երիտասարդությանը, Սփյուռքին, դա նրանց չի հաջողում։ Բայց այն ինչ որ նրանք անում են, դա հակազգային շարժում է եւ նրանք ցնցում են երկրի պետականության հիմքերը։ Սա է ամենից կարևորը, որին ուզում եմ անդրադառնալ։ Նրանց գործունեությունը ոչ թե ազգային գործ է, ազգային շարժում է, ազգի փրկության համար է, այլ հակազգային բնույթունի եւ կաշխատեմ դա այստեղ փաստերով ապացույցել։ Որ երկրներում են տեղի ունենում հեղափոխություն, շատ պարզ է։ Հեղափոխություն տեղի ունենում այն երկրներում, որտեղ կա հակաժողովրդական իշխանություն, որտեղ տիրում է կոռուպցիան, որտեղ ժողովուրդը ցայն չունի, որտեղ ժողովուրդը հնարավորություն չունի ասելու իր կամքը, ասելու իր ցանկությունները եւ այսպիսով ժողովրդի մեջ առաջանում է այնպիսի իրավիճակ, որոնք ցանկանում են փոխել իշխանությունը։ Եվ իհարկե դա հենց այնպես չի կատարվում, այլ իշխանությունները բռնության միջոցներով, բռնի եղանակներով ճնշում են ժողովրդի մասնակցությունը, ժողովրդի բողոքը եւ բանտերն են լսվում այս մարդկանցով եւ ոչ միայն բանտերը, այլ տեղի են ունենում տարբեր երկրներում, դիկտատորական, հակաժողովրդական երկրներում, սպանություններ, կախաղաններ եւ այլն։ Նման երկրների մեջ հեղափոխություն է տեղի ունենում եւ այդ հեղափոխությունը տեղի չունենում իհարկե մի օրով, դա տարիների ընթացքում շարունակվում է, մինչեւ որ ամբողջ ժողովուրդը բաժակը լսվում է եւ մի օրվա ընթացքին դուրս են գալիս փողոց եւ ահա բոլորը միասին մեկ լեզվով միակամ ազատվում են նախկին իշխանություններից։ Ահա այդ երկրների մեջ տեղի է ունենում հեղափոխություններ։ Նման հեղափոխություններ տեղի ունեցել այս վերջի տասնամյակներում կամ 50 տարիների ընթացքում կամ նախկինում եւ մենք ականատես ենք լինում։ Իսկ հեղափոխություն տեղի չի ունենում այն երկրներում, եւ ժողովուրդը եւ կա որոշակիորեն ժողովրդավարություն եւ ժողովուրդը հնարավորություն ունի ասելու իր ասածը, կա մեդիայի ազատություն, չկա կոռուպցիա եւ հնարավորություն կա քաղաքական հայացքները արտահայտելու ազատ կերպով։ Ահա այդպիսի երկրներից մեկն է Հայաստանը։ Իսկ դրա հակառակը մենք կարող ենք տեսնել մի հատ հայացք եթե մեկնենք Հայաստանի շուրջ գտնվող երկրներին, կտեսնենք մենք տարբերությունները։ Եվ որտեղ հնարավոր է հեղափոխություն ստեղծել եւ որտեղ հնարավոր չի։ Ուրեմն Հայաստանի մեջ ինտիմությունը, ասենք հենց այս խորհրդարանական ինտիմությունը ամբողջ կերպով ամբողջապես կարողանում է արտահայտել իր միտքը, իր քաղաքական ցկտումները, հայացքները։ Ոչ միայն կարողանում է, այլ ունի հսկայական միջոցներ, ունի մեդիա, ունի խորհրդարանի ամբիոնը եւ ամենուր տարածվում են նրանց գաղափարները։ Այնպես չի, որ ժողովուրդը տեղյակ չեն ինչ է կատարվում երկրում եւ սրանք գնում են զեկուցելու։ Ծիծաղելի իհարկե, գնում ենք զեկուցելու ժողովրդին, որ ժողովուրդ եկեք հեղափոխություն անենք։ Ճիշտ կարծես ժողովուրդը տեղյակ չեն ինչ է կատարվում իրեն շուրջը եւ իրենք այդ գործը կատարում են։ Մոռացել են։ Ես հիշեցնեմ, նախկին տարիներում
տարբեր երկրների մեջ, որպեսի ժողովրդին զեկուցում ներկայացնեին, ժողովրդին տեղեկացնեին ինչ է կատարվում, երիտասարդները ուրեմն լոզունգներ էին գրում պատերի վրա կամ թղթեր էին բաժանում գաղտնի կերպով, որպեսի չձերբակալվեն։ Եվ յուրաքանչյուր անհատ, եթե տեսնում էր այդ լոզունգը դուրս էր գալիս առավոտյան պատերի վրա կամ թղթի վրա գրված, զարմանում էր եւ հետաքրքրվում էր դրանցով։ Իսկ այսօր ամբողջ մեդիան լցված է տեղեկություններով, ճիշտ կամ սխալ, այնպես որ ժողովուրդը լավ գիտի ինչ է կատարվում եւ այդ նման երկրների մեջ հեղափոխություն հնարավոր չի կատարել։ Այսպեսով, բայց ասենք նպատակը որն է, սրանք որ դուրս են եկել, պարզ է, իրենք ոչ թե հայրենիքի փրկության համար են դուրս եկել, ինչպես ճշմարտացիորեն այսքանի օրերի մեջ ասվում է, թալանը փրկելու համար են դուրս եկել։ Սրանք ոչ թե Արցախի ազատության համար են դուրս եկել, այլ օգտվելով, չարաշահելով ժողովրդի ազգային մաքրամաքուր զգացումները նրանց դրդում են, որպեսզի կարողանան հասնել իրենց հակազգային նպատակներին։ Մի քանի օրինակ ես բերեմ նրանց գործունեությունից, նրանց անցյալից եւ փաստելու թե որքան սրանք ազգային են եւ որքան հակազգային։ Օրինակի համար սրանց լոզունգներից մեկը ուրեմն թրքացումից ազատվելն է, թրքությանը ոչ թրքամոլությանը, ոչ թրքությանը։ Տեսնենք ովքեր են պատմության ընթացքին, անցյալում եւ այսօր շատ թրքացրել։ Բերենք մի օրինակ։ Բոլորդ գիտեք Սիմոն Վրացյանին, նրա Հայաստանի Հանրապետության գրքին եւ այլ գրքերին, ես մեջբերումներ կանեմ նրանից։ Տեսնենք թե նրանք ինչ վերաբերմունք են ունեցել ազգային շահերի նկատմամբ եւ Թուրքիայի նկատմամբ։ 1920-ական թվականների, երբ նրանք իշխանության վրա էին, Սիմոն Վրացյանը գրում է. Հայրենիքի փրկության կոմիտեի անունից դիմում է Թուրքիայի օգնությանը։ Տեսակցություններ է ունենում Թուրքիայի արևելյան ճակատի հրամանատար Քազիմ Ղարաբեկիր Փաշայի Երևանի ներկայացուցիչ Բահայեդդինի հետ։ Վերջինիս միջոցով 1921 թվականի մարտի 18-ին Թուրքիայի ազգային ժողովի կառավարությանը մի դիմում է ուղարկում, որի մեջ ասված էր. տեսնենք Սիմոն Վրացյանը դաշնակցական կառավարությունը Թուրքիայի իշխանություններին նամակում ինչ ասում։ Հայրենիքի փրկության կոմիտեն խնդրում է Թուրքիայի ազգային մեծ ժողովի կառավարությանը հանուն ազգերի փոխադարձ շահերի ըստ կարևույն շուտ Երևան վերադարձնել Տաճկաստանում գտնվող հայ զինվորական ռազմակերիներին, տալ որոշ պայմաններով հայ բանակին ռազմամթերք, հաղորդել մեզ, թե արդյոք ազգային մեծ ժողովի կառավարությունը հնարավոր է գտնում հասցնել Հայաստանին զինվորական օժանդակություն եւ եթե կարող է, ինչ չափով եւ եղանակով եւ ինչ ժամանակամիջոցով։ Ահա սա է եղել հայրենիքի փրկության կոմիտեի նամակը դիմումը Թուրքիային։ Եվ այսօր նրանք ժողովրդի կողմից ընտրված իշխանություններին դատապարտում են, իբր թե նրանք հակազգային են եւ թրքացնում են, ուզում են ծախել երկիրը։ Մի ուրիշ օրինակ։ Հայրենիքի փրկության կոմիտեն ուներ մի օրգան, Ազատ Հայաստան թերթը։ Հայրենիքի փրկության կոմիտեի օրգան Ազատ Հայաստանը գրում է. իրերի պատմական բերումով Անդրկովկասի ժողովուրդների քաղաքական ազատության իրական պաշտպանը կարող է դառնալ միայն Տաճկաստանը, որովհետև Տաճկաստանն է այն միակ իրական մերձավորագույն քաղաքական ուժը, որը անմիջապես եւ կենսապես շահագրգռված է Անդրկովկասի ժողովուրդների կատարյալ ազատագրմամբ։ Ազատ Հայաստան 15 մարտ
1921 թվական։ Ահա ցեզի օրինակ դաշնակցական փրկության կոմիտեի գրությունից, ահա մի օրինակ նրանց վարած քաղաքականությունից։ Եվ սրանք դատապարտում են այսօրվա իշխանություններին եւ դուրս են եկել Հայաստանը թրքացումից ազատելու համար։ Զավեշտալի է, չէ՞։ Նրանք թուրքական իշխանություններին գրում են, որ նրանք Անդրկովկասի ժողովուրդների միակ փրկիչն են եւ ազատարարը։ Եվ այսօր խոսում են Արցախից եւ Արցախի ազատագրման մասին։ Սա է ճշմարտությունը։ 1921 թվականի մարտի 18-ին Սիմոն Վրացյանը Նժդեին գրում է մի նամակ, այդ նամակի մեջ գրում է. «Ես արդեն գրել եմ քեզ մեր կացության մասին։ Մի ամիս է կռվում ենք։ Վերջին օրերը նկատվում է ժողովրդի մեջ թուլություն եւ մարտիկների մեջ խուճապային տրամադրության նշաններ։ Մտել ենք բանակցության մեջ օգնության մասին, նաեւ տաճիկ հրամանատարության հետ»։ Ահա, տաճիկ հրամանատարության հետ դաշնակցական կառավարության ներկայացուցիչները փրկության կոմիտեի ղեկավարը մտնում է բանակցության, որպեսզի նրանցից օգնություն խնդրի։ Ում դիմաց, ում համար, ազգային շահի համար։ Այս սա է երիտասարդ դաշնակցականները, որ այսօր դուրս են եկել փողոցում եւ գոռում են, սա է, պիտի իմանան իրենց անցյալը, պիտի կարդան եւ տեղյակ լինեն։ Զգացմունքային ազգային վերամբարձ ու լուծումներով մոտեցումներից ու գնահատականներից վեր մեզ այսօր առավել պիտի հետաքրքրի խոսել այդ ապստամբությունների ունեցած դառը հետևանքների մասին, ինչ որ կատարվել է անցյալում, այդ ապստամբությունները, որոնք տեղի են ունեցել, դաս քաղել նրանցից եւ զգալ, որ Հայաստանը այսօր գտնվում է այնպիսի իրավիճակի մեջ, որին հարկավոր է միասնություն եւ ոչ թե ներսից երկրորդ ճակատ բացել։ Սա հակապետական, հակազգային քաղաքականություն է։ Պիտի ասել, որ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին, երբ Հայաստանը արդեն դարձել էր խորհրդային իշխանություն, դաշնակցական կառավարությունը Թուրքիայի հետ կնքում է նաև մի այլ պայմանագիր, այդ պայմանագրի մասին շատ է խոսվել։ Իհարկե, դաշնակցությունը այդ ժամանակներում երկու պայմանագիր է կնքել Թուրքիայի հետ, մեկը Ալեքսանդրոպոլի խայտարակ դաշնակիրը, որի հետևանքով բազմաթիվ այլ ստորացուցիչ կետերի կողքին Հայաստանը կորցնում էր նաև ավելի քան 30,000 քառակուսի կիլոմետր տարածք եւ հավասարվում էր Բաթումի դաշնակիրով նախատեսված տերիտորիային, այսինքն շրջափակվում էր Երևանի եւ Սևանի լճի սահմաններով։ Հայաստանը ապօրճ լինում էր Երևանի եւ Սևանի լճի սահմաններում։ Հայաստանը զինաթափվում էր եւ զրկվում բանակ ունենալու իրավունքից։ Իրենք պայմանագիր են կնքել, որ Հայաստանը չպիտի բանակ ունենա եւ այսօր իրենք խոսում են բանակի հզորացման մասին։ Սա է զավեշտալին։ Սա է ամոթալին։ Դաշնակցական կառավարությունը հրաժարվում էր Սևրի պայմանագրից։ Իրենք գնացել են Սևրի պայմանագրի հետևից, իրականությունները անտեսելով, վերջում իրենք էլ այդ պայմանագրից հրաժարվել են։ Ինչ ասել, կատարել։ Դաշնակցությունը նաև կնքել էր Բաթումի պայմանագիրը, այստեղ մեջ բերեմ հենց նույն Սիմոն Վրացյանի խոսքերից մի կտոր։ Դաշնակցությունը Թուրքիայի հետ կնքել է երկու դաշնակիր, մեկը 18 թվականի Բաթումի դաշնակիրով, մյուսը 1920 թվականի դեկտեմբերին Ալեքսանդրոպոլի դաշնակիրով։ Հետաքրքրական է այդ արդիվ Սիմոն Վրացյանի նկատառումը։ Ճակատագրի ինչ հեգնանք, գրում է նա, ճակատագրի ինչ հեգնանք 1918 թվականի հունիսի 4-ին Բաթումի դաշնակիրով Թուրքիան եղավ առաջին պետությունը, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը, այժմ Հայաստանը առաջին պետությունն է, որ ճանաչում էր քեմալական Թուրքիայի անկախությունը։ Բրավո իրենց։ Սա է եղել իրենց
գործունեությունը։ Իսկ ամենից հետաքրքրականը այսօր այն է, որ դաշնակցության լիդերներից երիտասարդ նորաթուխ Իշխան Սաղաթելյանը հայտարարում է, որ մենք ժողովրդից թալանվածը հետ կբերենք։ Սա իհարկե ծիծաղելի է։ Այս մասին ես կխոսեմ հաջորդիվ։ Շնորհակալություն, հաջողություն, միշտ նոր հանդիպում։